Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շարունակում ենք Թարմձայն հաղորդաշարը, մեր այսօրվա հյուրն է ազգային ժողովրդական բևեռի նախընտրական ցուցակի առաջի համար Գևորգ Կարապետյան։ Բարի օր, Գևորգ ջան, ուրախ եմ քեզ տեսնելու։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Կարծում եմ այսօր բավականին թեժ զրույց կունենանք, վերջի վերջո բևեռի ցուցակի առաջի համարն եք եւ պետք է պատրաստ լինեք թեժ զրույցերին, ով պետք է ավելի սուր հարցեր տա, եթե ոչ մենք։ Իհարկե։ Մեր նույն բևեռի խորհրդի անդամները սովոր են, որ բևեռի մեդիան բավականին սուր է հարցեր տալիս։ Գևորգ ջան, նախ սկսենք այսօրվա զրույցը Եռաբլուրից, մենք այսօր Եռաբլուրում եղանք, Իգոր Մուրադյանի ծննդյան օրն էր, հարգանքի տուրքը մատուցեցինք եւ կամա ակամա մտքովս անցավ, քանի որ նորություններին զուգահեռ հետևում ենք, որ այսօր ադրբեջանական փոխվարչապետն էր Հայաստանում եւ մենք գիտենք, որ Զվարթնոցից դեպի Երևան տանող ճանապարհը անցնում է Եռաբլուրի կողքով եւ իմ մոտ այսպիսի շատ դաշտ տպավորություն էր, թե մենք Եռաբլուրում ենք, այդտեղ մեր զովաստղաների գերեզմաններն են եւ մեր թշնամու փոխվարչապետը անցնում է այդ Եռաբլուրի կողքով։ Ոնց չգժվել այսօրվա Հայաստանում ապրելուց։ Ուշեղ ջան, նախ հարցերի սրության ու քննարկումների որակի մասին ասեմ, որ բևեռի ներսում էլ երբ մենք որոշումներ կայացնելուց կամ ինչ-որ թեմա քննարկելուց, մեր մոտ միշտ սուր քննարկումներ միշտ են եղել, այնպես որ սրության իմաստով մենք բացառիկներից ենք։ Եվ լավա, որ այդ քննարկումներից հետո իրար նկատմամբ չենք թշնամում եւ ավելի որովհետեւ նույնիսկ այդ ընտրություններին մասնակցելու, չմասնակցելու մի խոսքով ցանկացած քննարկում մեր մոտ լինում է շատ սուր, քան կարելի է պատկերացնել։ Ինչ վերաբերվում է այսօրվա տեղի ունեցած եւ ոգեշնչման եւ խայտառակության իրադարձությանը, իրականում տարբեր Հայաստաններում ապրենք։ Մենք Եռաբլուրում ենք, ադրբեջանական փոխվարչապետը նույն կողքի ճանապարհով անցնում է, գալիս է հանդիպում է այսօրվա ճակերտավոր պաշտոնյաների հետ։ Կարծես երկու իրականություն մեկտեղված է նույն տիրույթում, նույն տարածքի մեջ, մի քանի մետր են կողմ Ադրբեջանի փոխվարչապետն է անցնում մեր Եռաբլուրի կողքով, մյուս կողմում ազգային ուժը ոգեկոչում է Իգոր Մուրադյանի հիշատակը, այսօր Իգոր Մուրադյանի Արցախյան շարժման ռահվիրաներից մեկի ոգեկոչման օրն էր, ծննդյան օրն էր, ցավոք սրտի կյանքից շուտ հեռացավ, ամենավառ գործիչներից էր, ով ոչ միայն իր ժամանակն էր տեսնում, այլ իր ժամանակից բավականին առաջ, կարելի է ասել 10 եւ ավել, տասնամյակ եւ ավել տարիներ առաջ էր տեսնում ամեն ինչ եւ այս երկու իրադարձությունը զուգահեռելը հենց մեր դառը իրականության փաստն է։ Լավ, Գևորգ, տես օրինակ դու ընդգծեցիր ազգային օր։ Մենք գիտենք, որ այսօր բավականին տարբեր շրջանակներ կան եւ իրենց հռչակում են որպես այդպիսին, այսինքն որպես ազգային օր։ Բացի լավ, բայց այցելությունից ինչ ուժ կա, քո կարծիքով ինչ ուժ կա, որ հիշել է այսօր Իգոր Մուրադյանին։ Այն ուժերից, որ իրենց հռչակում են որպես ազգային։ Տեսեք, շատ եզակիներից ենք, որովհետև որոշ ուժեր կամ անհատներ նեղվում են այդ մեր կրկնած միակը բառից, ինչ եմ ուզում ասեմ, մենք այցելեցինք Իգոր Մուրադյանի Շիրիմին, այսօր իր ծննդյան օրն էր եւ ինքը այն եզակիներից է, ում կարելի է պետական մակարդակով ոգեկոչման շնորհել եւ մենք տեսանք, որ պետական որևէ այցելություն չի եղել։ Պետականը մի կողմ, մենք գիտենք, որևէ քաղաքական մեր համար պետական մարմինները ապազգային են։ Իրեն ազգային հռչակած որևէ ուժ այսօր չի այցելել Իգոր Մուրադյանի Շիրիմին։ Մենք ենք դա անընդհատ այցելել եւ մենք դա անում ենք ընտրության տարիլինի, թե ոչ ընտրության տարիլինի։ Կապ չունի եւ մեր գործունեությունն ու պայքարն էլ
պայմանավորված չի եղել այդ պահին ընտրություններ կան թե չկան։ Տեսեք, նույնը հենց առաջին հանրապետության իրավահաջորդության մասին է խոսքը, որ որևէ իրեն ազգային հռչակած ուժ չի այցելել Արամ Մանուկյանի շիրիմին, չի մաքրել այդ գերեզմանը, անխնամ էր այդ գերեզմանը երկար ժամանակ եւ երկար տարիներ մենք ենք միայն այցելում, մենք ենք ոգեկոչում Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարի հիշատակը։ Նույնը մեր հերոսների, մեր անկախ ինքնիշխան եւ միացյալ Հայաստանը պատկերացնող եւ այդ բանաձևերը, այդ պատգամը մեզ թողած գործիչների ոգեկոչումը, որից մեկը հենց Իգոր Մուրադյանն է։ Մենք չտեսանք այլ քաղաքական ազգային ուժ։ Ինձ թվում է, այս խոսակցությունը ինչ որ մի կերպ կլսեն եւ միգուցե ուղղվեն, որովհետեւ այդ միակ լինելը մեզ չի բարձրացնում այնքան, հենց դա վնասում է մեզ, ինչ առումով, որ մենք կուզեինք, որ նման ուժեր շատ լինեին։ Հենց Բևեռը որպես ազգային ուժերի հարթակ ստեղծվել է հենց այդ նպատակով, որ ազգային մտածող, ազգային քաղաքական գործիչները համատեղվեն մեկ կտուրի տակ, հա, մեկ հարթակում եւ առաջ տանեն Հայաստանի ազգային ու պետական շահերը ու մենք չունենայինք այս օրը։ Գևորգ, իսկ օրինակ որպես Բևեռի առաջին համար պատկերացնենք Բևեռը վերցնում է իշխանությունը կամ գոնե մտնում է ազգային ժողով, ինչ քայլեր ենք անելու մենք Բևեռը առաջին։ Նախ Բևեռը չլինելով իշխանության մաս, Բևեռը չլինելով խորհրդարանական խմբակցություն, Բևեռը մշտապես առաջ է տարել Հայաստանի շահը, ծավալելով լոբիստական աշխատանք Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում եւ հնարավոր աշխարհի տարբեր կետերում, որտեղ որ հնարավոր է Հայաստանի շահը առաջ տանել։ Հա, դա մենք գիտենք, բայց ստանձնելով իշխանական լծակներ, ինչ քայլեր ենք մենք նախատեսում իրականացնել Հայաստանում։ Փոխելու է Բևեռի ներկայությունը ազգային ժողովում, ամբողջ ազգային ժողովի բնույթը եւ բովանդակությունը փոխվելու է։ Մշակված են որևէ օրենքներ, օրինագծեր, որը Բևեռը առաջնահերթ մտցնելու է ազգային ժողով անցնելուց հետո։ Բևեռը ունի իր ծրագիրը, իր գաղափարախոսությունը եւ ամեն մի պատուհան, ամեն մի հնարավորություն դա օգտագործելու է դրա իրականացման համար։ Երկիրը գտնվում է նախ ճգնաժամի մեջ եւ մենք գիտենք, որ այս ընտրությունները եւս չի լուծելու երկրում գոյություն ունեցող ճգնաժամը եւ միակ քաղաքական ուժը, ով ունի հակաճգնաժամային ծրագիր, դա ազգային ժողովրդարական Բևեռն է։ Եվ բայց եթե մենք չստանձնենք մեծամասնությունը ազգային ժողովի, ինչքանով դա հնարավոր կլինի իրականացնել նույն այդ հակաճգնաժամային ծրագիրը։ Ինչքանով կստացվի, չեմ կարող ասել, բայց կստացվի շատ ավելի մեծ քայլեր ձեռնարկել, քան այս պահին մեզ տրված է դրա հնարավորությունը իրականացնելու մեր ծրագրերը։ Այսինքն մենք մասնակցում ենք ընտրություններին, որպեսզի ստանձնենք ունենանք ավելի շատ ուժ։ Ընտրությունները որպես քաղաքական ամենամեծ միջոցառում Բևեռը պարտավոր է մասնակցել, որովհետև մենք տեսնում ենք այս վերջի տարիներին ու ոչ միայն վերջի տարիներին, հա, կարելի ասել մշտապես գտնվում ենք մեդիա բլոկադայի մեջ եւ պատշաճ ձևի չեն լուսաբանում մեր ասելիքը։ Այսինքն մենք մասնակցում ենք ընտրություններին, որպեսզի ճեղքենք այդ մեդիա բլոկադը։ Նաեւ, բայց դա անհրաժեշտ միջոց է, բայց ոչ վերջնական եւ ոչ բավարար։ Ոչ միայն ճեղքելու ենք մեդիա բլոկադան, ինֆորմացիոն, հա, բլոկադան,
այլ նաև ունենալու ենք լայն լծակներ ավելի պաշտոնական շրջանակների հետ հանդիպելու, որովհետև այն լոբիստական աշխատանքը, որ մենք ենք կատարում, տեսեք, չլինելով խորհրդարանական ուժ, մենք 2025 թվականի հունվարին կախեցինք պատերազմ։ Ինչպես կհիշեք 2024 թվականի Բայդենի պաշտոնավարման ավարտներ, նախագահական ընտրություններ եւ Թրամփը ընտրվել էր նախագահ, բոլոր լրատվականներն ու վերլուծաբանները խոսում էին այդ վակուումի մասին, որ քանի դեռ նոր նախագահան ինագուրացիա չի արել, առաջանալու է համաշխարհային իմաստով ԱՄՆ-ի բացակայությունը տարածաշրջանում եւ ոչ միայն մեր տարածաշրջանում եւ այն սառած կոնֆլիկտները հնարավոր է վերակտիվանան եւ մենք հիշենք որ հունվար ամսի սկզբներին եթե չեմ սխալվում հունվարի 8-ին Ալիևը հայտարարեց որ Հայաստանը ֆաշիստական երկիր է եւ իրավունք չունի գոյություն ունենալու որպես անկախ պետություն Այդ ժամանակ միայն Բևերն էր Վաշինգտոնում եւ արագ նույն օրվա մեջ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողների հետ ունեցան հանդիպումներ, ուղարկվեցին անհատական նամակներ եւ այդ նամակագրությունն ու փաստաթղթավորված մենք մի օր հրապարակելու ենք, որ այսքան ասում են բա խաղաղություն բերողը իրականում մենք ենք եղել, չլինելով, կրկնում եմ, չլինելով խորհրդարանական ուժ չունենալով պետական լծակներ այսպիսի ծանր պայմաններում գտնվելով հանդեպ Այս խոսակցությունից ինչ որ վերցնում եմ օրինակ նույն ժողովրդին այսպիսի մենք երաշխավորում ենք եթե Նիկոլ Փաշինյանի շանտաժը իրական է եւ իրոք մեզ սպասում է պատերազմ մենք ունենք որոշակի երաշխավորություն որ մտնելով ազգային ժողով մենք ավելի ազդեցություն կունենանք նույն Վաշինգտոնում ոչ միայն երաշխավորություն տեսեք ես այդ երաշխավորություն բառը այդքան էլ չեմ ընդունում որովհետեւ երաշխիքն էլ հայցելը մեր տրամաբանության մեջ չի տեղավորվում Բա ինչն է մեր տրամաբանության մեջ լինելու Բևերը ունի կամք դա անվտանգությունը իրականացնելու որովհետեւ այդ խաղաղությունը մեզ նվեր չեն տալու դրսի ուժերը Բևերը ունի այն սկզբունքայնությունն ու այն ճկունությունը, որ կարող է մեր պետական շահը համադրել տարածաշրջանում գոյություն ունեցող ուժերի շահերի հետ այնպես, որպիսի անվտանգությունը ապահովվի։ Տես Գևորգ ջան, օրինակ նույն ապազգային իշխանության գլխավոր թեզը խաղաղությունն է, այսինքն խաղաղությունը իրանք ասոցացնում են միայն իրենց հետ, այսինքն մնացած բոլոր ուժերը, որ կան իշխանության, խաղաղություն չի լինելու։ Բևերը ինչ ունի հակադարձելու այս խոսույթին, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը ասոցացնում է իրենց իշխանավարությունը, իշխանություն ստանձնելու հետ խաղաղությունը, Բևերը ինչ է ասում սրան, ինչպես է Բևերը այդ խաղաղությունը բերելու մեր ժողովրդի, մեր պետությունը Նախ պետք է հասկանանք ինչ է նշանակում այդ խաղաղությունը, անընդհատ զիջելով, անընդհատ մեր արժանապատվությունը, իրավունքները, տարածքները զիջելով հայցել թշնամու բարեհաճությունը կամ այդ ամեն ինչը դնել Այն ինչ որ անում է այսօրվա իշխանությունը մենք գիտենք եւ հազար անգամ մեր Չէ ինքը մատուցում է որպես խաղաղություն Հա ինքը մատուցում է մենք ինչ ենք մատուցելու մեր ժողովրդին Տեսեք ինքը ասում է էս անենք այն անենք սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանենք փոխենք սահմանադրությունը մենք գիտենք որ դրան դելիմիտացիա դեմարկացիա անենք ի վնաս մեզ Լավ մենք ոնց ենք խոսելու Ալիևի հետ Մենք խոսելու ենք Ալիևի հետ շատ ուղիղ շատ կոնկրետ, բայց նաև փաստարկված ու հստակ, քանի որ կարելի ասել Ալիևի համար այս իշխանությունը նվեր է, հա, առանց որևէ կրակոցի ինքը իրականացնում է այն, ինչը կաներ պատերազմի հաղթանակից հետո, որովհետև
իրենք պատերազմը կամ հնարավոր ռազմական գործողությունները ասոցացնում են պարտադիր պարտության հետ։ Դրա համար տանում են, ասում են, տեսեք, սահմանում զոհ չկա, կրակոցներ չկա։ Այդ չկա, բայց թշնամին դիրքավորվում է ավելի նպաստավոր պայմաններից վաղը կսկսի այդ պատերազմը։ Այսօրվա իշխանությունները տարիների վեր թույլատրել են մեր անվտանգությունը։ Մենք, քանի որ այսօրվա իշխանությունները իրանց անվտանգությունը ձևակերպվում է միայն հանձնումներով։ Ինչքան պահանջեն, այնքան իրանք հանձնում են։ Վաղը մյուս օրը դու ինքդ մարտունեցի ես եւ գիտես, թե ինչ նշանակություն ունի Սևանա լիճը մեր ընդհանուր Հայաստանի համար։ Ամբողջ Հայաստանի համար։ Վաղը մյուս օրը Սևանի հարցն է դնելու Ալիևը մեր պետության ղեկավարների առջև։ Արդեն դրել է, նա արդեն սկսում է իրենց հանրային խոսույթում եւ մեր հանրային խոսույթում արդեն իրենց հաջողվել է դա տարածել, չէ՞, շատերը ասում են, որ Սևանա լիճ չի, Գյոլչա է եւ այդ խոսույթը տեղափոխվել է նաեւ մեր հանրային խոսույթի մեջ։ Դե հա, ցավոք սրտի մենք իրանք են թելադրում մեր ինֆոդաշտում, որ մի քանի անգամ եղել է, ոչ թե մենք իրենց ինֆոդաշտում ենք։ Մի քանի անգամ եղել է, ես կրկնել եմ, էլի եւս մեկ անգամ կկրկնեմ, որ Բևերը առաջարկում է հստակ ծրագիր անվտանգային։ ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ, այսինքն դա ոչ թե նշանակում է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը կգան մեր փոխարեն մեզ պաշտպանելու, այլ հակառակը, դա տալու է Հայաստանին հնարավորություն զարգացնելու իր ռազմուժը, այսինքն այդ խաղաղություն կոչվածը պետք է հիմնված լինի ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, որ որևէ փուլում դու քո թշնամի պետությանը, հակառակորդ պետությանը ասես ոչ եւ անընդհատ չգնաս այդ զիջումներին, այդ պարտադրանքներին եւ տեսնում ենք, չէ, անընդհատ ցանկացած որոշում կայացվում է պարտադրանքի հիմքով։ Մենք առաջարկում ենք այդ ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը, որը որ սպառազինության համատեղ արտադրություն է նախատեսում։ Բայց մենք այդ գումարներ ունենք, որ կարողանանք ամերիկյան զինամթերքը գնենք։ Տեսեք, այդպիսի պետություններ իրականում կան, որոնք իրենց ծանր վիճակից ունեցել են ոչ թե մեր երկրի նման, գոյութենական ճգնաժամի առաջ են կանգնած եղել, բայց բավականին ծանր վիճակում են գտնված եղել եւ ոտքի են կանգնել։ Եվ դա մեր միակ հնարավորությունն է այս պահին ռեալ իրականանալի, որ մեզ թույլ կտա ոտքի կանգնել։ Ոչ թե մենք այդքան գումարներ ունենք, այո, մենք գումարներ ունենք եւ բացի գումարներ ունենալուց Միացյալ Նահանգները այդ ռազմասպառազինության համար տրամադրելու է արտոնյալ վարկեր, նույնը մենք այդ նույն գնումները անում էինք ռուսական շուկայից եւ տարբեր շուկաներից, սակայն տարբերությունը այստեղ ռազմատեխնիկական զարգացվածության մասին է խոսքը, որովհետեւ տեսնում ենք, չէ, 4-րդ, 5-րդ սերնդի պատերազմները ինչ մակարդակի են եւ որ զինատեսակներն են այսօր ավելի արդյունավետ։ Լավ, մինչ դա մեզ էլ սպասում է բավականին երկար ընտրապայքար, որոնք են լինելու Բևերի ընտրապայքարում հիմնական թիրախները, այսինքն մրցակիցները։ Իրականում Բևերը իր գաղափարախոսությամբ մրցակից չունի, որովհետև ինչքան էլ որ կրկնեն մեր գաղափարները մի քիչ աղավաղված, իրականությունը մնում է նույնը, օրիգինալը մենք ենք, որովհետև այն ինչը որ մենք կրկնում էինք, այն ինչը որ մենք ասում էինք սրանից 8-10 տարի առաջ, այսօր որոշ քաղաքական գործիչներ սկսել են դա կրկնել, բայց թիրախը ինչն է լինելու։ Բայց ժողովուրդը չի հիշում, չի ախր, ժողովուրդը չի դնելու նայելու թե Բևերը ինչ ասե 10 տարի առաջ, 8 տարի առաջ եւ այլն։ Մենք դա հիշեցնելու ենք, որովհետև ժամանակագրությամբ ու փառք Աստծո այս թվային դարում դա շատ հեշտ է ապացուցել, ժամանակագրության մեջ մենք հաղթելու ենք այդ փուլում։ Իսկ եթե տարբեր ուժեր փորձեն մեզ կապեն այս կամ այլ քաղաքական աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, մենք ինչ ունենք դրան հակադարձելու։ Դե մենք
Դե մենք նախ սովորենք այդ պիտակավորումներին, որովհետև երբ չեն կարողանում ընտրապայքարակ կեղտոտ միջոցները միշտ եղել են ու լինելու են։ Ընդունում ենք այդ կեղտոտ միջոցները, որովհետև առաջին անգամը չի մեզ կապում են տարբեր աշխարհակաղակական կենտրոնների հետ, որևէ կենտրոնից հսկվելու կամ որևէ կենտրոնին ենթարկվելու մեջ, դա նորմալ երևույթ է, երբ այլ ասելիք չունեն ազգային քաղաքական ուժին, սկսում են պիտակավորումներով թուլացնել մեր քաղաքական ուժը, սակայն դրան ի պատասխան պետք է նայել քաղաքական ուժի անցած ճանապարհը, հետագիծը, որովհետև գոյություն ունեն դատարկ հետագիծ ունեցող քաղաքական ուժեր, որոնք ասում են մենք մաքուր ենք, մենք ոչինչ չենք արել, բայց դուք ոչ մի գործունեություն չեք էլ իրականացրել, բնականաբար պիտի մաքուր լինեք։ Ես չեմ ասում Բևերը իր ամբողջ գործունեության ընթացքում սխալներ չի գործել, մարտավարական իմաստով սխալներ չի գործել, սակայն դրանք ճակատագրական չեն եւ նորմալ են, որովհետև այսքան տարիների ընթացքում մենք հղկվելով, ավելի լավ կազմակերպվելով, ավելի ուժեղանալով ենք ներկայանում այս ընտրություններին, չնայած ունենալով շատ վնասներ եւ ինչպես բնական է բոլորս էլ մարդ ենք եւ ունենք մեր եւ առավելությունները եւ թերությունները, սակայն գաղափարախոսությունը մնում է հիմնականը եւ միակ բանաձևը լուծումը այս ճգնաժամը լուծելու համար, ուզած չուզած այն քաղաքական ուժը, ով էլ ստանձնի Հայաստանի, տեսեք ընտրություն է, մենք հավակնում ենք, որ լավ կլիներ մենք հաղթեինք ընտրություններում, բայց իրականության զգացողությունը նախ չկորցնենք, միլիարդատերերի կայքարում։ Մենք չունենք այդ միջոցները, միլիարդների վարչական լծակները չունենք, ռեսուրսները չունենք, սակայն ով էլ գա իշխանության, միևնույն է, պետք է անպայման վերադառնա մեր գաղափարախոսությունը անկախ Բևերի գոյությունից, անկախ Բևերի գործունեությունից, որովհետև միակ լուծումը, այսինքն կասեցնելը Ադրբեջանի հետագա նկրտումները մեր տարածքների ու մեր իրավունքների դեմ, դա միայն ազգային ժողովրդավարական Բևերի գաղափարախոսություն է, այսինքն առաջին հանրապետության ժամանակաշրջանը վերադառնալը եւ այդ ժամանակաշրջանից իրավաքաղաքական գնահատականներով, դրանից բխող հետևանքներով եւ իրավական լուծումներով պետք է կառուցենք այսօրվա մեր երկիրը։ Առանց դրա մենք տեսանք սովետի փլուզումից եւ վերանկախանալուց հետո այն սխալ լուծումները ինչի հանգեցրեցին եւ ինչպիսի գործիչներ եկան հասան իշխանության։ Օրինակ լինելու են բազմաթիվ հարցազրույցներ, երբ որ մեզ ասոցացնելու են պատերազմի հետ, այսինքն ինչպես դա 18 թվականին են այդ կեղտոտ միջոցը օգտագործում, ասելով որ այ տեսեք, եթե այս ուժը գա իշխանության, լինելու է պատերազմ, իրականում մենք տեսանք լրիվ հակառակը։ Ինչպես ենք մենք այս նախընտրական շրջանում հակադարձելու այս քարոզչությանը։ Տեսեք, ես մի քիչ առաջ ասեցի, որ Բևերը չլինելով խորհրդարանական ուժ, չունենալով վարչական լծակներ, պետական լծակներ, կարողացել է պատերազմ կանխել 2025 թվականի հունվարին, որը որ իրականում շատ շոշափելի էր, դրա մասին խոսում էին տարբեր վերլուծաբաններ եւ գրում էր տարբեր տիրույթի մեդիաները եւ արտասահմանյան եւ մեր ներքին։ Ինչ վերաբերվում է, որ մեզ կմեղադրեն, այո, մեզ կմեղադրեն, քանի որ հայկական հարցի եւ պահանջատիրության դրոշակակիրն ենք մենք, իսկ իրականում մենք ոչ թե պատերազմ ենք ուզում, այլ հենց խաղաղություն ենք բերում։ Ինչպես ենք այդ խաղաղությունը բերում։ բերում։ Բայց ինչքանով օրինակ կապիտուլյանտ ուժերի կողմից նման հնչեցած մտքերը մեզ պետք է վիրավորեն։ Բայց իրականում իրանք են, չէ՞, ամեն ինչ անձն է։ Իրանք պարտվել են, ինչու մենք չենք հիշեցնում, որ տվյալ ուժը միայն պարտություն է բերում մեր ազգին, մեր պետությանը։ Այո, պատերազմները տեղի են ունեցել հենց այդ ժամանակագրությունը միայն մեր օգտին է աշխատում ինչ առումով, որովհետև այն զգուշացումները, որ 18 թվականին մենք էինք ասում, հենց 18 թվականին կարելի ասել միայն մեզ էին մեղադրում, ասում են ձեր գաղափարները համընկնում է
պատերազմ հրահրելու մեջ, դուք ամեն ինչ անում եք, որ Մինսկի խումբը լուծարվի, Արցախի անկախությունը չեք ընդունում, բայց իրականում տեսեք, այն բանաձևը, որ մենք էինք առաջարկում, հենց այդ բանաձևն էր կանխելու պատերազմը, ինչ առումով, քանի որ այս պահին Ադրբեջանը ինքը մեզ հագցնում է ագրեսորի շապիկը։ Հենց ագրեսորի շապիկը մենք հագանք, դրան հաջորդելու է այլ քայլերը իրենց կողմից, էլ ռեպարացիաների հարցով, էլ խոսում են փախստականների վերադարձով, այսօր մենք ունենք ռեալ, որ իրենց պահանջն է, որ սահմանադրության միջից անկախության հռչակագիրը հանվի, ինչի համար է հանվում անկախության հռչակագիրը, Արցախի հիշատակում կա եւ ցեղասպանության հիշատակումը կա։ Այս իշխանությունը հայտարարում է, որ ցեղասպանության հարցը արտաքին քաղաքական առաջնահերթություններից չի, բայց մենք տեսնում ենք, որ կամած քայլ առ քայլ տանում են դրա անտեսմանը եւ դրա ուրացմանը, բազմաթիվ նախադրյալներ կան այդ կասկածը ունենալու, Լեմկինի ինստիտուտի զգուշացումները ինձ թվում է լրիվ բավարար է այդ կարծիքը ունենալու համար։ Իսկ թե մեզ կմեղադրեն պատերազմ բերելու թե չբերելու մեջ, մենք գործով ենք ապացուցել, որ մենք բերում ենք խաղաղություն, չլինելով խորհրդարանական ուժ, գործով ենք ապացուցել։ Եվ այն բանաձևերը, որը որ մենք քննադատում էինք, եւ իրականում ժամանակի մեջ դա տեղի ունեցավ եւ չաշխատեց այդ բանաձևերը։ Ուզած չուզած վերադառնալու են մեր առաջարկած բանաձևին եւ այդ անվտանգությունը մենք ապահովում ենք ինչ առումով։ Նախ առաջին հերթին մեր ռազմական ու քաղաքական դիվանագիտական հզորությունը ուժեղացնելով։ Լավ, Գևորգ, եւ մեր այսօրվա զրույցի վերջում ուզում եմ օրինակ մեզ դիտորդներին ուղղես քո խոսքը, ինչու նույն գալիք Թելետոնը հանգանակությանը աջակցելու համար, ինչ կասես դու, եւ ինչու իրենք ասատարեն այս գալիք ընտրություններում բևեռին։ Բևեռը լինելով քաղաքական ազգային ուժ չի ֆինանսավորվում բացի իր աջակիցներից ու սովորական քաղաքացիներից։ Եվ ցանկացած ներդրում նպաստելու է մեր գործունեության ավելի ծավալմանը եւ մեր հզորացմանը։ Մեր հզորացումը օրգանական կապ ունի հայկական քաղաքական դաշտում ազգային ուժի հզորացման եւ ազգային գաղափարների լայն տարածման եւ մեր գործի ավելի արդյունավետության մեջ։ Դրա համար կոչ եմ անում ցանկացած միջոցով, եթե նույնիսկ գումարային չէ աջակցությունը, կարող են վստահված անձի կամ որևէ տեխնիկական, չգիտեմ, թռուցիկների այդ ընտրությունների մասնակցությունը մեծ միջոցառում է եւ մենք բավականին տեղ ունենք աջակցության։ Իսկ մեր Սփյուռքում ապրող հայերը կարող են գալ Հայաստան եւ աջակցել մեր շարժմանը, օրինակ դառնալով մեր վստահված անձինք ընտրություններում։ Բացի վստահված անձիկ, այո, կարող են ովքեր որ ունեն Հայաստանի քաղաքացիություն, կարող են լինել վստահված անձիկ, մեր աջակիցներին կոչ եմ անում, ով հնարավորություն ունի, եկեք Հայաստան, աջակցեք Բևեռի այս նախընտրական պայքարին, ով չունի այդ քաղաքացիությունը, կարող է զուտ կամ նյութապես աջակցել շարժմանը, կամ որևէ աշխատանքով նպաստել մեր գործունեությանը, որովհետև իրականում մեզ շատ դժվարին ժամանակներ են սպասվում։ Մենք սպասում ենք ձեր աջակցությանը, սպասում ենք ձեր գալուն, սիրելի հայեր, եկեք Հայաստանը վերցրեք ձեր ձեռքը։ Շնորհակալություն Գևորգ ջան, իսկ ես ուզում եմ հիշեցնել մեզ դիտորդներին, որ մենք տեղադրել ենք մեր Facebook-յան եւ այլ հարթակներում այդ ձևաչափը, ոնց դուք կարող եք անցնել հղումով եւ գրանցվել որպես ազգային ժողովրդարական Բևեռի դիտորդ եւ նաեւ կարող եք ֆինանսական աջակցություն տրամադրել մեզ
գալիք մեծ պայքարի համար, դա այդ հղումները մենք էլ պարբերաբար տեղադրում ենք մեր էջերում, եւ այսօր այսքանը հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր այսօր Գևորգ Կարապետյանը, ազգային ժողովրդական բևեռի ընտրացուցակում առաջի համարը։ Շնորհակալություն Գևորգ ջան, մաղթում եմ մեծ պայքար եւ հաղթանակ, ինչպես դա լինի։ Շնորհակալություն հրավերի համար, կապ չունի ընտրությունները թե ընտրություններ չի, մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք, քանի մեր նպատակները, քանի Միացյալ Հայաստանը չի կայացել։ Մենք չպայքարենք, մեր սերունդներն են պայքարելու։ Շնորհակալություն Գևորգ ջան, Ձեզ շնորհակալ եմ։ Հաջողություն մեր հայրենակիցներ, միշտ նոր հանդիպում։